Արմնու լրատվականին հասած տեղեկությունների համաձայն ոստիկանությանը կարգադրագիր կտրամադրվի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին կալանավորելու համար։ Փաստաբան Լիբարիտ Սիմոնյան այսօր հայտնել էր, որ Վճռաբեկ դատարանը 26/09/2025 թվականի որոշմամբ մեղադրյալ Ջալալ Հարությունյանի եւ նրա պաշտպանի Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է եւ դատավճիռն ստացել է օրինական ուժ։ Դատապարտյալ Ջալալ Հարությունյանը պատիժը կկրի համապատասխան քրեակատարողական հիմնարկում, նշել էր փաստաբան Լիբարիտ Սիմոնյանը։ Նշենք, որ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը դատապարտվել էր 5.5 տարվա ազատազրկման։ Առաջին այցանի դատանի այս որոշումը բողոքարկվել էր վերաքննիչ դատանում, ում մեղադրվող կողմը ըստ ուժողների ամեն ինչ անում էին վերաքննիչ դատանում նիստերը հետաձգելու համար, որպեսզի վաղեմության ժամկետի հիմքով ամբաստանյալը ազատվի պատասխանատվությունից։ Սակայն հունիսի 18-ին վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապույանի նախագահությամբ անփոփոխ թողվեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի վերաբերյալ Սյունիքի մարզի առաջին այցանի ընդհանուր իրավասության դատանի վճիռը, որով նա դատապարտվել էր 5.5 տարվա ազատազրկման։ Արդյունքում վերաքննիչ դատանի որոշումը բողոքարկվեց Վճռաբեկ դատարան եւ դատարանը այն վարույթ չընդունեց։ Ջալալ Հարությունյանը մեղադրվում է սխալ հրաման տալու համար։ Իրավապահները պնդում են, հենց նրա գործողությունների հետևանքով է Ցորի զորամասի 20 զինվոր հայտնվել հակառակորդի թիրախում սպանվել, իսկ զորամասն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Իսկ Ջալալ Հարությունյանը մինչ օրս չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։